Լավն է, չեմ դրվում, ինչ էլ է։ Կարևորը քեզ համար ես անում, ուրիշի համար չես անում։ Նույն ունեն ձեր կովերը։ Կարևորը նես չալոնային, նանարնա, այն երկու պտկանինա, կաների, ես ինքս են մարալնա, նասիրուննա։ Սխալ բանա ասեմ տներից, բայց իրոք մաքուր է, որովհետև մենք այս միշտ մտնում ենք այս թափասկոտը հավաքան, որ անածունը մաքուր ուտի, թրիկները գոմախներ մաքուր ուտի, դաշտ ենք տանում վերջապես։ 50 գլուխ կթի կով ունեն, սա մենակ խոշորների մասով, նաև հորթեր, որոնք դեռ առաջիկայում կծնվեն ու կբազմապատկեն խոշոր եղջերավորների պակասը, նաև ոչխարներ, խոզեր, հավ ու ջիվ, որոնց ընդհանուր քանակը դժվար է հիշել։ Մի խոսքով մեծ տնտեսություն, որ Ալիկի ու իր ընտանիքի 25 տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքն է։ Ասում է, մատղաշների թիվը տարվա ընթացքում տատանվում է, քանի որ անընդհատ ցիկլի մեջ են, ծնվում են, իսկ որոշ ժամանակ անց մտնում հիմնական անասնագլխաքանակի մեջ կամ էլ վաճառվում։ Մեկը ունենք ընդդեղից ծնելա, հետա հորթը մի հատ ունենք, սա դեկտեմբերին է ծնելու, նու մի 10 հատ կամ դեկտեմբերից է ծնելու, դրանից հետո սկսում է, նու ամեն ամս էլ ունենք ձերով, մի 22 հատ կա ծնելու, որ ծնելու են, ամեն ամիս ունենք ծին։ Մեկը ծնելա, Քանակ ստեղծել ամենադժվարը չէ, այդ քանակը պահելու, խնամելու համար աշխատել ու աշխատել է պետք։ Չարչարվել, ինչը Ալիկին խորտ չէ։ Համեստ ու իր ծանր գործին նվիրված մարդ է, նաև հետաքրքիր զրուցակից, ում կարծիքը ֆերմերության ու գյուղատնտեսության վերաբերյալ ստանդարտ չէ եւ հիմնված է երկարամյա փորձի վրա։ Ընտանեկան բիզնեսի հիմնադրի ու ղեկավարի խոսքով ընդամենը մի կովից են սկսել այս ճանապարհը ու շարունակել, այնպես որ այս տարվա ուշաշնանը սարից իջնելուց հետո գյուղում ունեցած մի քանի անասնագոմն անգամ չի հերիքում կենդանիներին տեղավորել, չհաշված, որ տարվա մեջ շուրջ 10 հեկտար հող են մշակում, տարբեր հացահատիկային կուլտուրաների բերք ստանում։ Ունենք դաշտեր, նույնիսկ վարձակալական, օձուն գյուղից էլ ենք վարձակալել։ Ցորենա, վարսակա, կարտոշկա, շատ հեկտարներով ցանում ենք, արդյունքները ստանում ենք, հենց չի որ դժգոհում ենք։ Ցորենն էլ մի 10 տոննա չափ ցորեն ենք ունեցել, լրիվ չենք ծախել ոչ մի կիլո, ամբարավորած է, դե շատ անաս ունենք, բնականաբար խուգնալ չեն պետական կերարն են բերեմ տա։ Կարտոշկեն էլ կես հեկտար ունեցել ենք, էլի մի 12 տոն վեր ենք կալել, ծախել ենք կա, անասնապահությունն էլ զարգանում է, աստիճանաբար զարգացնում ենք, մի կովից սկսել ենք, մի արդեն 50 հատ ունենք, սար ենք տանում, մենք տղերանցս հետ, մեկ կինս էլ է գալի, բայց իմ տղերանց հետ գնում ենք կթում երկաթը, մշակում, հանձնում գալի տուն մեր աշխատանքը, ասեմ կեզ, 3 տղա ունեմ, 3-ն փոքրուց ծառում են մեծացել, աշխատող են, տենում եք արդեն, որ աշխատանքի արդյունքը երևում է, ապահով ենք, այս տարվա արդյունքը այն այս մեքենան է։ Այդ տարվա օգուտը դա է։ Ալիկի ավտոպարկը շատ մեծ է, մարդատար, նաև գյուղատնտեսական նշանակության, բայց հաշիվն արդեն կորցրել է։ Վերջին համալրումը, որը նաև այս տարվա աշխատանքի վերջնահաշվարկն է, այս երկու իր խոսքով իմպորտնի մեքենաներն են, որոնք քաղաքներ գնալու իր կատակով թիթիզանալու համար են։ Մնացածը գերմանական արտադրության երկարամյա հավատարիմ ընկերներ են, մեկը խոտ հնձելու, մյուսը հավաքելու են, մյուսն էլ կապելու համար նախատեսված։ Մղարտից ընդամենը 7 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Շեկախբյուր կոչվող հանդամասից է սկսվել Ալիկի ու իր ընտանիքի կյանքի դժվարին ճանապարհը, լի փորձություններով, կորուստներով, արև անձրևի տակ, գիշեր ու ցերեկ խառնված։ Միևնույն ժամանակ շատ սիրով, քանի որ ընտանիքի մի բռունցքի պես աշխատող անդամների նպատակը մեկն է՝ ապրել, աշխատել, ստեղծել ու զարգացնել տնտեսությունը, այնպես, որ ինչպես իրենց գյուղում են ասում, մարդաշարում լինեն։ Ոչ մեծ ժառանգություն են ստացել, ոչ պաշտոնի բերումով, ոչ կոռուպցիայի արդյունքում, ոչ էլ ուրիշներին խաբելու ու թալանելու միջոցով են ստեղծել։ Ամեն բան սեփական արդար քրտինքով։ Ալիկն ասում է, եթե չլիներ ընտանիքը, հատկապես 3 տղաների աշխատասիրությունն ու աջակցությունը, գուցե ինքը չլիներ այսպիսին, ինչպիսին որ կա։ Գյուղում մատով ցույց տվովի տուն ու տնտեսություն ունեն, իսկ ունենալու բանաձևը մեկն է՝ անդադար աշխատել։ Տղեկս էլ մի տարեկանից ծառում են մեծացել, մեկ էլ լրիվ իրանք չեն թողում, միանա ասում են դաժե ծախեմ, իրանք են շատ ասում։ Որ ասում եմ, արած ես պետք չի, մեկը գոնե ծախեք, ասում են չէ, թող ավելանա, ոչ պակս։ 100%-ով չեմ դժգոհում ապրելուց, տանջում են, լույրով եմ ասում, տանջում են, բայց չենք դժգոհում, փառք Աստծո։ Ունենք ամեն տրանսպորտեր, ունենք կապող, բերող, հնձող, հավաքող, հենց չի որ դժվարություններ կան ինձ։ Նու դժվարություն կա, բայց լրիվ մերն է, մենք ենք անողը, մեր ելածը մենք։ Լրիվ մերն է, լրիվ մենք առել ենք 3 տղեն էլ օգտագործում են։ Գնում են իրանց կիթնանում սարի, գալիս են գնում դաշտը, մեկը խոտնա գրում, մեկը կապում է, ու բերում ենք էլի գնում ես գործին հասնում։ Միշտ եք տղես էլ կալնին ու աշխատում, նա ժամանակ չունի, էլի տենց օգնել, նաննել ենք մենք օգնում անում։ Եթե չունենայի, ես խանանաս ուներ, երևի չէի ունենալ, այդ 3000 տուկն էլ չէի կարալ բերել։ Լրիվ փոխ տալով այդքանը չես կարալ անես, էլի։ Բայց էլի դա
տրանսպորտերն ենք փոխվել, որ ունենանք հետագայում էլ, ու դա լավ, լրիվ գումարի հետ կապված բան է։ Ունենք երկու հատ գրոզավիկ էլ ունենք, տրակտոր, պրես լրիվ ունենք, մերն է լրիվ։ Դա էլ է տղերաշնորհ իրանք են ձգտել։ Ես էլի դեմ էի, արա դե լավ, ձեզ պետք չի, բայց դե չէ, գնացին առան բերին։ Ու իրանք հաջողեցին։ Հաջող, տենց է էլի։ Մասնագիտությամբ անասնաբույժ Ալիկին դեռ ուսանողության տարիներին քաղաքը չի գրավել։ 90-ականներին սովորել է Ստեփանավանում գործող անասնաբուժական տեխնիկումում, որը գերազանցությամբ ավարտելով վերադարձել է ծննդավայր ու վերջնական որոշել էլ քաղաք ոտք չի դնելու։ Թեպետ ծնողները հակառակն էին համոզում, մտածելով, որ գուցե քաղաքում տղան մնա մեծ հաջողություններ ունենա, բայց Ալիկի սիրտը գյուղում էր, ավելի հստակ սիրած աղջկա մոտ։ Մի բան էլ, նաև քաղաքում սովորելու ընթացքում հասկացել էր, որ ինքը այնտեղ անելիք չունի, այնպես որ այդ տարիների ընթացքում գոնե մեկ օր քաղաքում գիշերակածով չմնաց։ Դասերը ավարտելուն պես ետդարձ դեպի տուն։ Ասեմ քեզ, ես որ սովորում էի, ոչ մի չեմ կարծել, ոչ մի իրիկու մնամ դի քաղաքը, ոչ թե ես ամեն իրիկու եկել իմ տանը քնել, առավոտը գնացել էլի իմ դասին իմ ամեն ինչին էլի եկել։ Ինչ չի ձգում, լիշն ինչ չի ձգում քաղաքը, ինչ ասեմ։ Օդը ճնշում էր ինչ որ մի բան էլի, հետո սիրած աղջիկ ունեի ստե։ Ինչ ասեմ, էդ էր ձգում երևի, մի քիչ ճնշում էր այդ քաղաքի օդը։ Տենց էլի ես գյուղի ջահելությունն էր, իմ ընկերությունն էր, ընդդեմ հա դեր կար ընկերություն, բայց գյուղին ուրիշ էր, իմ մանկական ընկերությունն ուրիշ էր, չէի կարող մնա չգիտեմ։ Փուրս էլ էր դինաստեն չի որ Վարշավայում Հունաստանն էի մնում, բայց չէի կարող։ Ինչ ասեմ։ Այն ժամանակ էլ ավտոբուսները կար 40 կոպեկ էր գնալ գալը, իմ սովորելու ժամանակ, ինչ էր գնում էի գալիս։ Ալիկի սիրտը փաստորեն ճիշտ էր կանխազգացել, որ իր ապագան գյուղում է։ Սովորեց, ավարտեց ու երկար տարիներ Մղարթի ու Հարակից մի քանի գյուղերի անասնաբույժ աշխատեց։ Աշխատեց սիրով ու նվիրումով։ Նաև կարևոր է, որ մինչև հիմա սիրում է թե իր մասնագիտությունը, թե աշխատանքը։ Թեպետ տարեստարի այս ոլորտում գնալով ամեն ինչ վատթարանում է, այնպես որ հիասթափվելու առիթներ քիչ չեն ունենում։ Թեկուզ մենակ այն, որ անասնաբույժի աշխատանքը մեր երկրում ամենաչգնահատվածն է եւ որի համար պետությունը պարզապես կոպեկներ է վճարում։ Եվ սա այն դեպքում, երբ իրենց աշխատանքն էլ ոչ պակաս կարևոր է, ու արժե հիշել այն թևավոր խոսքը, որ եթե բժիշկը փրկում է մարդուն, անասնաբույժը փրկում է մարդկությանը։ Ինչևէ Ալիկը հիասթափվողներից չի, շարունակում է իր գործը ամենայն պատասխանատվությամբ կատարել։ Իսկ խորհուրդը սկսնակ ֆերմերներին հետևյալն է. եթե որոշել եք անասնապահությամբ զբաղվել, ապա պետք է լրջորեն մոտենալ աշխատանքին։ Մեկ կամ երկու կովը երբեք արդյունք չի տա։ Պետք է շատից սկսել ու սարից։ Ինչու, քանի որ այսպես կոչված ինտենսիվ անասնապահությունը, որի ժամանակ տարին բոլոր անասունները փակ տարածքում կերակրվում են առանց հանդ գնալու, Հայաստանի համար չէ։ Դա ապացուցված է 1000 անգամ, 1000 ձևերով։ Այդ կերպ ստացվող կաթի ու մսի ինքնարժեքը մի քանի անգամ բարձր է։ Սա իմիջայլոց, բայց նաև նկատել է հիմիկվա երիտասարդները խուսափում են սար գնալուց, բայց սարը ապրուստի տեղ է, հիմիկվա սարերն էլ առաջվանը չեն, ասել է, թե ցիվիլիզացիան սարեր է հասել։ Եթե շատով պահես, բնականաբար օգուտն ունես։ Մի հատով, երկու հատով դե մարդիկ հա չգիտեն խոտին փոխտան, դաշտն անեն, երկու հատով ինչ պետք է անես։ Եթե շատով պահես, իհարկե դժգոհելու առիթ չես ունենալ, եթե հնարավորություն ունեն զբաղվել, հաստատ չեն տուժի։ Հաստատ չեն տուժի։ Ստարի 7 տուն ենք ելել այդ մեր սարը։ Ինչ ելել, մարդիկ իրանց մեկել են, իրանց գործնարել եկել Իրաստանը, իրանց գործնարել էլի գնացել կթին հասել են, ավտոն հենց որ տրանսպորտով գնում գալիս է կաթան ավտոն էլի։ Թող զբաղվեն, հաստատ չեն տուժի։ Դե առաջ գնում են, գարունը գնում են, մեկ էլ աշունը, խոր աշունը ցած են գալ, գյուղ էլ չեն գա։ Մեկ վասարվորին ինչ կա։ Ասում եմ, էլի ռավոտը գնում եմ կթեմ, ունեմ, նիվել ունենք։ Նստեմ գալի էլի մեր տուն, իրիկունը 4-ին 5-ին գնում կթեմ, եթե ուզում եմ, դե տուն ունեմ ընդեր, մեծ տուն ունեմ սարը։ Պետք է մնում եմ, չէ գալիս եմ իմ գործն անում ստեղել, ինչ էլի։ Սարը ունեմ, դվիժոկներ ունեմ, տոկիկա սեպարատորներ ունեմ, եւ կինս գալիս է հարմարալում, գալիս է մեր կաթը մշակում ենք։ Ծախում ենք, մեր ձմեռվայրն ենք բերում ամբարում, ինչ ասեմ։ Հաջողությունները հաջողություն, բայց կորուստներ եւս ունենում են։ Այնպես չի, որ ամեն ինչ հալած յուղի պես է գնում։ Օրինակ, այս տարի իր խոսքով 2 կով է վարի տվել։ Մի կողմից էլ կովերի շրջանում տարածված դաբախ հիվանդությունը, էլի փորձություն էր գյուղացիների համար, որը կարծես թե հաղթահարել են, բայց էլի կորուստներով, ասում է, այդ շրջանում ոչ կաթ են հանձնել, ոչ էլ մշակել։ Դաբաղ են ընկել, ես պահին իմնել էր, սարից ես ուշ եկա, նույն դեռ չէին ընկել, էլի պահեցինք, այդ լրիվ համարա 300 գլուխ անասուն կար պահեցինք։ Մի 10 օր որ քոչել ենք, հենց քոչեցինք ընկան, լրիվ միանգամից ընկան իմ բախնետի բերից էլի։ Բայց կարելի ասել դե ես միջոցառում 3 անգամ արել եմ։ Դա թույլ է տանում անասունել, մենք վակցինացնում ենք, որ նա արդեն իմունիտետ ունեն այդ ծրսկման, այդ հիվանդության դեմ։ Արդեն ընկավել սովորական բան է նրա համար։
Լրիվ գյուղերյան ասումներն են ընկել հենց չի որ ինչ որ մեկը պետք է դուրս մնա դա ընկել են։ Բերաննա մեկ էլ էս կրծի պահնա։ Երևի ամենափիսը կրծի պահնա որ նա փթնվել ընկնում է էլի։ Այդ բերանին ոտներն շուտ անցնում է։ Ես խորհուրդ եմ տվել որ կաթը չօգտագործեք, նույնիսկ խոզերին չտակ, հա։ Եթե բան իրել անում եք, բնա առնվազն մի ամիս ու կես երկու ամիս պետք է աղու ջրում դա մնա որ նոր օգտագործվի։ Եթե չիմանաս այդ տվյալ ոլորտի մասին, դու ոնց կարաս զարգացնես այդ ոլորտը։ 100%-ով դա թենց է։ Բերես ջրի տեղը խոսքի օրինակ սիճուկսերս կես կլի թե դա։ Եթե սովորած ես անում, մի տղեկ սկսել են, իրենքն էլ ինձանից լավ գիտեն, արդեն արել են, իրանք են արել, ասել եմ, ինչ բանը սենց է, ցանկացած բայ կարում են իրանց գործը առաջ տանեն, թե սրսկում է, թե ինչ է։ Գելին էլ եմ տվել, քարափից էլ անկել, բայց թող մինն էլ թենց էլի, ոչինչ։ Ու հետևից չէի լացել, հա մեկն է թող էլ աստծո փայնա, թող այդ մեկն էլ թենց գնա ինչ էր։ Խնդիրների մասին խոսելիս ֆերմերը սառն է դատում, առանց հուզականության ու սուբյեկտիվության։ Ընդհանրապես դժգոհել չի սիրում, բայց չասել էլ չի կարող, որ ոլորտում մի շարք բացթողումներ կան, որոնք նպաստավոր չեն գյուղացիների համար։ Օրինակ սպանդանոցային պարտադիր մորթը կամ էլ կաթի տարեստարի նվազող գները։ Կանտեղի գումարա ծախսեմ, ինչ ասեմ։ Այդ է միակ պրոբլեմը։ Տրանսպորտ չունի, զանգում ես ասում ես եկեք տարեք ասում դե պետք է մեր ավտով գամ ես բայ մեր ավտոն տեղում չի կարա ձերնիկա դրանց ավտոն էլի առանձնա չի կարա։ Բայց տանում են։ Գալիս են առաջի ձևի մոտ է, ես թույլ եմ տալիս եմ իրանք էլ առանց պրոբլեմի ճանապարհը իրանց անասուն տանում են հասցնում բոյնեկը։ Գյուղից ձև չունեն։ Եթե այսօր անասուն ունեմ, ու առաջ եթե չկային սպանդանոցները, կարում էի գյուղը մի անասունը մորթեմ, գեղը մարդիկ ցուցակով գրում ենք, ցուցակ էին կազմում, 10 կիլոմինը, 5 կիլոմինը։ Մի արդեն գիտես կարող է մորթես վիզը դե չէ գան վրա այդ կային են, ասեն, բայց ինչ ես անում։ Դժվարությունը բայ է էլի։ Մարդիկ մեղք են ելնում։ Մենակ կաթը մի քիչ դե վերևից հա թե ներքևից հա կաթը մի քիչ գին ունենա։ Հասարակ ջրի արժեք էլ չունի կաթը։ Մարդիկ արդեն լավ է կունենան էլ կապրեն էլ մերակ էտակ եթե սարեմ գնում անասուն եմ պամ կաթը մի քիչ գոնե արժեք ունենա։ Հա դաշտից ինչ վեր գնում էլի նա իր արժեքը պաշտպանում է կարտոշկա հայացորը նա իր գինը պահում է բայց կաթը էժան է։ Ալիկի դժգոհությունները սակայն միայն իր տնտեսության մասին չեն, խնդիրը համակարգային է, ասում է տարիներ շարունակ ոլորտում կուտակված անարդյունավետ գործելաձևերն ու անկայուն գները, մեր օրերում դրա էլ ավելի վատ դրսևորումները ոչ միայն ճանապարհ են փակում զարգացման առաջ, այլ շատերին էլ հուսակտրում են։ Իսկ եթե փորձառու ֆերմերը հիմա խոսում է դժվարությունների մասին, բայց շարունակում է իր գործը անել, ապա այն երիտասարդը, որ նոր է փորձում մտնել անասնապահության ոլորտ, շատ հաճախ կես ճանապարհին թողնում է։ Եվ իսկապես այսօր Հայաստանի գյուղերում պատկերը միատեսակ չէ, խիստ տարբեր է ու փառք Աստծո, որ մղարդում այդ տարբերությունը առավելապես դրական ուղղվածություն ունի, ասում է զրուցակիցս։ Գյուղ կա աճում, գյուղ կա պակասում։ Մեր գյուղում ավելանում է տարի, փոքր գյուղում 750 գլուխ անասուն կա, մենակ կոշոր անասուն։ Կա ոչխարներ, ոչխարաբուծություն կա, ես էլ ունեմ, ոչխարել ունեմ, խոզերել ունեմ շատ, կովերել, 50 գլուխ ունեմ։ Ասեմ, մեր գյուղը ջահելությունն է, թե մեծ են, լրիվ աշխատող երեխեք են։ Դու մի սեզոնին եթե գաս խոտի ժամանակ, ոչ մի պարապ ջահել չես տենալ։ Լրիվ փողով են աշխատում մարդիկ, փողով տուկ են կրում, բայց դա աշխատանք է, դա ծանր աշխատանք է, չէ։ Չհալալա իրանց ցավն էլ տանեմ, այ այսպես աշխատող տղեկ են, լրիվ ջահելությունը։ Փաստորեն մղարդն ու մղարդեցին եղած խնդիրներից չեն փախչում, հակառակը մնում ու պահում են գյուղը, որի մասին Ալիկը ասում է մի յուրահատուկ հպարտությամբ։ Եվ հենց այս աշխատասիրության ու միասնության վրա է ըստ Ալիկի կանգուն գյուղը։ Կանգուն այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ չեն վախենում ծանր աշխատանքից ու չեն վախենում գյուղատնտեսության ոլորտին հատուկ փորձություններից։ Նրա դիտարկմամբ, որտեղ երիտասարդը մնում է գյուղում, այնտեղ գյուղատնտեսությունը, հատկապես անասնապահությունը անկում չի ապրում։ Գյուղն էլ չի դատարկվում։ Իսկ որտեղ հակառակ պատկերն է, բնական է արդյունքն էլ այլ է։ Թող չմտածե որ ինչ որ տանջանք ամեն տեղ էլ կա։ Դա տանջանք չի։ Դա օրինակ մեծ մարդ շատ էլ կնեք հաճույք է ինձ մոր օրինակ այդ ծարգել։ Գին ինչ եմ անում 7 կիլոմետր է գյուղից հեռու։ Ավտոյին նստում եմ գնում կթեմ գալիմ տուն գործանում էլի գնում կաթ։ Ինչ կա դրանում տանջվելու։ Եթե մի օր պարապ մնացի ես ինքստիկյան հիվանդ եմ։ Գնում եմ Ռուսաստան ուշի լծի տակին ապրեմ։ Փողել չեն տալի գալիս են մի լավ էլ դժգոհ ինչ էլ աշխատի ունեցի։ Կաթը տանողդ կա Գուդը տարնողը կա, գուդ ենք ասում ենք էլի այդ կարակին ջելի հա ինչ ասես։ Լենտը լիգնա զանգով, ասում են մեզ 10 կիլո էսա պետք, 20 կիլո են պետք, դե եւ պատրաստալում զանգի գանք տանենք այդ ձեր, դե չեմ տանեմ ես քաղաքներն ընկնեմ կամ ես կամ են։ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, Մղարդից անկյուն գումարած 3 հեռուստաընկերություն։